Հիմա ինձ լսում եք, հարգելի հետևորդներ։ Հիմա լսվում եմ։ Եթե լսվում է, արդեն սկսեմ խոսել։ Լսվում է, կգրեք։ Նախ ասեմ, որ այս օրերի ընթացքում ես ինչ գրել էի, փաստորեն ճիշտ էի գրել։ Երեք ըստ էության առաջնորդներից մեկն էլ ընտրության մասնակցած հիմնական առաջնորդներից մեկն էլ իմ գրածները հաստատեց, ուստի չէի հասկանում, թե ինչն էր այլոց կողմից հերքելու իմաստը, եթե հերքումը ընդամենը մի քանի օրվա կյանք էլ չէր ունենալու։ Հիմա ըստ էության, հարգելի հետևորդներ, դուք տեսաք երեք, թե ինչ էր կատարվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, այդ ոստիկանական շքախումբը տեսակ, ընդամենը այնտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներն էին, գնացել էին կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ զորքը տեսակ։ Ես արձանագրեցի, որ հենց այդ զորքը խոսում էր այն մասին, որ հայ ժողովուրդը հաղթել է այս ընտրություններում, սակայն սա զորքը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է եւ դրա համար է այնտեղ որպեսզի հանկարծ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա եւ հանկարծ այդ տարածքում մի փոքր այն կողմ տեսնում եմ Ալեն Սիմոնյանին, պատկերացրեք, բացի ոստիկաններից ըստ էության Ալեն Սիմոնյանը եւս գնացել էր տեսնելու, արդյոք իրենք կարողացել են խորհրդարան անցած ուժերին իրենց ծուղակը գցել, այդ ժամանակ ձգձգելու, որոշումների կայացման հարցում հանրությանը նաև հիասթափեցնելու, ասելու, որ էմոցիա մի դրսևորեք, սառնասիրտ եղեք, բայց սա հենց այն հարցն է, որ պիտի էմոցիա ունենալ, ոգի ունենալ, պիտի շտապել, որովհետև եթե դու չես շտապում, Նիկոլ Փաշինյանն է շտապում, եթե դու չես շտապում, ապա շտապում են այն արտաքին ուժերը, որոնք ըստ էության խլեցին ժողովրդի հաղթանակը, պարզ չի, թե մենք ինչ շահեցինք ըստ էության։ Հիմա պատկերացրեք, եթե այդ տարածքում նաև Ալեն Սիմոնյանն էր, որը ես տեսա մտնում է հարակից սրճարաններից մեկը, ցանկացած լրագրող կմտներ, որովհետև իրավիճակը ստանդարտ չէր եւ բացի դրանից Ալեն Սիմոնյանը դեռ ոչինչ չէր ուտում, ավելին առաջարկեցի, որ իր նշանածը մի փոքր ավելի հեռու նստի, որպեսզի հանկարծ նշանածը չուզեցա աղջիկ է հիմա հարցեր էի տալու, չուզեցա որպեսզի այդ հարցերի ժամանակ նրան նշանածին եւս թիրախավորեին։ Կադրում չի եղել, երևի տեսել եք։ Ալեն Սիմոնյանի պահվածքը բոլորը տեսակ, հասկանալի է, չէ, այնտեղ էր, որ բացի ոստիկաններից նաև ինքը իրավիճակը փորձեր վերահսկեր, տեսներ, հանկարծ մարդիկ չեն ավելանում, որ իր քվեին տեր կանգնեն, բնականաբար մոտեցա, ներողություն խնդրեցի, նույնիսկ մի քանի անգամ, ասացի, բայց քանի, այս ժամանակ ինքը ոչինչ չէր ուտում, դիմացը ոչինչ էլ չկար, ինքներդ կարող եք այդ տեսանյութը տեսնել։ Ուրեմն երեկվանից այսօր էլ մի էջեր են բացում, մի տեսանյութը դնում են, այս լրագրողի մասին ինչ կասեք, սկսում են թիրախավորել եւ այլը եւ այլը։ Հարգելի Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, Ալեն Սիմոնյանի աջակիցներ, եթե այդպես պատահական եք դրել, չեմ կարծում։ Հիմա ասեմ, պիտի վազեն դատի տան, բայց պարզ է, չէ, ինչի են այդպես անում։ Հիշեք, ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենց ուտելը նկարում էին ավտոբուսի մեջ, մատներով ուտելը նկարում էին, պերաշկի ուտելը նկարում էին, խոզ ուտելը նկարում էին։ Ես նշանածին չեմ նկարել, բայց նշանածի հետ քաղաքացու տոն էին նշում, ուտում, խմում, պարում եւ այլը, ու հանկարծ մի հատ գնահատեք ես լրագրողի էթիկան եւ այլը։
Այսինքն այն, որ ես հենց նոր Ալեն Սիմոնյանին, որ նստում էր սրճարան, մոտեցել եմ ու ասել եմ, թե ինչու են ուզուրպացրել, ներողություն եմ խնդրել, նշանածին անգամ կադրում չեմ վերցրել, նշանակում է ես առանց էթիկա եմ, ու էլի պիտի շարունակեն, այսպես հա փորձել ինձ ինչ-որ արտահայտություններով նսեմացնել, գիտեք ինչու են անում, որովհետև ես արդեն տարիներ շարունակ գոռում եմ, բացահայտեք այն քրեական գործերը, որտեղ ես տուժող եմ, մեղավորներ չկան, քրեական գործ հարուցեք, քարոզարշավի ընթացքում, ժողովուրդ, ամենավատ ձևով թիրախավորել են ինձ, քանիսն է իմ իրավունքի պաշտպանության կողքը կանգնել, չեք հասկանում, որ ինձ ուզում են կոտրել, որովհետև ես համակարգից դուրս եմ, չեք հասկանում, այն ժամանակ էլ, երբ իրենք ծափ էին տալիս, օրինակ քարոզարշավի ընթացքում 21 թվականին Արցախի վերաբերյալ, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախը ապագա ունի, Հայաստանը ապագա ունի, Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ ես Ալեն Սիմոնյանին մի շարք հիշեցումներ արեցի, էլի Ալեն Սիմոնյանը իմ դեմքին ծափ տվեց, էլի իր աջակիցները ուրախացան, հիմա Ալեն Սիմոնյանն էր ճիշտ, թե ես։ Ուզում եմ ասել, որ այդ ճանապարհով դուք ինձ չեք կարող ընկճել, ես գիտեմ, որ ես ճիշտ ուղու վրա եմ, ես գիտեմ, որ այս ճանապարհը դժվար է լինելու, ես գիտեմ, որ ես թիրախավորվելու եմ, բայց ամենատխուրը գիտեք որն է, որ ես բոլոր վայրերում փորձել եմ պաշտպանություն գտնել, հաղորդում եմ ներկայացրել, օրինակ մի քաղաքացի, որը Արմավիրի հրապարակում իմ հետևից վազելով ամենալկտի արտահայտություններն էր ինձ անում, պատկերացրեք ինչպիսի իրավիճակ է, ինչպես է մեր հանրությունը դեգրադացվել, որ ես վազում եմ հրապարակով, օգնության հասնող չկար, ոչ քրեական գործ են հարուցել, ոչ հանրային ճնշում է եղել, որ քրեական գործ հարուցեն, ոչ խորհրդարանի որևէ падգամավորի պետքն է եղել, որ ազատ խոսքի ճնշում է, ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր, որովհետև դու քարոզիչ չես, որովհետև դու կարող ես կանգնել եւ ուղիղ ասել, գիտեք ինչ կա, սա համակարգ է եւ այս համակարգի դեմ պիտի պայքարել։ Եթե այսօր քաղաքացու քվեն ինքը չի կարողանում իրացնել, ինչ ժողովրդավարության մասին խոսք կարող է լինել։ Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ուղիղ, ի տարբերություն ուղղակի մյուսների ինքը ուղիղ է արտահայտվում, հակառակորդ պետությունների շահերը, ինչի մասին կարող է խոսք լինել, ինչի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր կարող են քեզ թիրախավորել միայն նրա համար, որ դու ուղիղ հեռարձակումներ ես անում, հոդվածներ ես գրում, կծու խոսք ես ասում, դրա համար քեզ կարող են թիրախավորել ու որևէ մեկը քո պաշտպանությամբ չզբաղվի, դիմել եմ ազգային անվտանգության ծառայություն, ուր եք, դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, այսօր տեսա կանանց իրավունքներից է խոսել, որ իմ մանկահասակ երեխային էին թիրախավորում, որ ես մի ամբողջ Արմավիրի ասում եմ, այդ քարոզարշավի հրապարակով վազում էի, իսկ այնտեղ հրճվում էին, քիչ առաջ դրանից առաջ ինձ հարցազրույց տվողները սկսում էին արդեն տեսակետ փոխել այդ բաները գոռալուց հետո ու ողմակային վրաս հարցակվում էին, էլի եմ ասում, Ալեն Սիմոնյան, այդ ճանապարհով հաջողության չեք հասնելու, չգիտեմ, դու ես արել, թե աջակիցներդ են որոշել, աջակիցներդ ավելի լավ է մտածեն այն մասին, որ իրենք ինձ են թիրախավորում, բայց դուք շարունակում եք խաբել, դուք ինձ եք անբարոյական անվանում, բայց անբարոյականները ողջ այս քաղաքական համակարգն են, որ ընտրողաբար են մոտենում մարդու իրավունքներին, ընտրողաբար են մոտենում սահմանին, ընտրողաբար են մոտենում խաղաղության վերաբերյալ հարցերին, պատերազմի վերաբերյալ հարցերին, ահաբեկում են ժողովրդին, ընդ որում ահաբեկում են արտաքին ուժերի թելադրմամբ, ասացի մեկը սովով է ահաբեկում, մյուսը պատերազմով է ահաբեկում, ու դրա մասին խոսողը վերջում դառնում է, հա, անառակ, որ տենց առավոտից իրիկուն աջակիցները գրում են, իսկ որևէ կառույց չկա, որ իմ իրավունքների պաշտպանությամբ զբաղվի։ Նոր չի չեք, հանի տարի այս իրավիճակն է, ինչի չեք արձագանքում, էս է ձեր ժողովրդավարությունը։ Կամ ասում եմ ձեզ ոչ մեկից չհետաքրքրեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ Ալեն Սիմոնյանը հանկարծ որոշել էր պտույտ տալ ու այնտեղ նստել այն ժամանակահատվածում, երբ որ ուժերից մեկը այնտեղ ակցիա էր անում ու ամբողջ մի ոստիկանական համակարգ էր այնտեղ շարված։ Պարզ չի, որ դա իրենց վախերի դրսևորումն էր, պարզ չի,
Պարզ չի, որ ուզում էին տենային ամեն ինչ ըստ սցենարի գնում է, թե չէ։ Ամենատխուրն այն է, թե ամեն ինչ ըստ արտաքին ուժերի սցենարի է գնում, թե չէ։ Վերջում պարզվեց, որ ժողովրդին փողոց դուրս հանելու համար էլի պետք է արտաքին ուժերի դաբրոն, որովհետև ստացվում է, որ ժողովուրդը քվեարկել է, բայց ժողովուրդը չի ընտրել։ Ստացվում է, որ ժողովուրդը փաստորեն աշխարհաքաղաքական այսպես թաթերաբեմում տարածաշրջանում դիրքավորվելու համար ընդհանրապես այսպես պիտի գնար քվեարկության։ Բոլորով պիտի ասեինք վեր կացեք, գնացեք քվեարկության, վերջում էլ ասեինք բոլորը հաղթել են, մենք չենք հաղթել։ Մենք գիտեք ինչի չենք հաղթել, որովհետև մենք երբեք համակարգ չենք փոխել։ Խնդիրը համակարգը փոխելու մեջ է։ Մեկ էլ որ շատ են ասում էմոցիոնալ, ախր երբ որ դուք այդ ամեն ինչը զգաք, այդ ամեն ինչը տեսնեք, կարևորեք, այսօր չասեք, գիտեք ինչ վտանգ է, վաղը այդ վտանգի մասին մոռանաք, այսօր չասեք գնալու եմ անվստահություն հայտնեմ, չասեք, որ տևական ժամանակ չեք կարող անվստահություն հայտնել, չեք կարող դատախազ փոխել ու լիքը այդպիսի բաներ, չասեք, որ մեր նման շատ մարդիկ կարող են կոտրվել միայն նրա համար, որ ամեն մեկը վերմակն իր կողմ է ուզում քաշել։ 1000 անգամ պետական հանցագործության մասին հաղորդում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տրվել, որևէ մեկը բացատրություն տվել է, ինչ եղան, այդ գործերի ճակատագրերը ինչ եղան, այդքան հեշտ է միմյանց գործակալ ասել, հիբրիդային պատերազմի մասին խոսել, դավաճան ասել ու այտենց մարսել, գնալ, նստել, Ալիև ասել ու հետո փաստորեն մեկը մեկին ինչ ասես ասի, Համբալ, Ալիև եւ այլն, հետո կներեք արտահայտության համար ինձ թույլ եմ տալիս իմ Facebook-յան էջն է, Համբալներով ու Ալիևներով նստեն խորհրդարան։ Ինձ էլ առավոտի ծիրիգուն ինչ-որ աջակիցներ, չգիտեմ ասելով թե առանց ասելու, բայց եթե չեն պատժվում, ավելին գործերից մեկով մարդ են գտել, որ իրարամեջ ցուրցմունք տա, որ էդ էլ ջրեն։ Երբ որ իմ հրապարակումները համընկնում են ինչ-որ անձանց շահերին, այդ անձիկ հետաքրքրվում են, թե ինչ եղավ։ Քանի անգամ եմ ասել, դուք պատկերացնում եք, ասում եմ, ինչ է ինձ հետ կատարվել, երբ որ ես Արմավիրի մարզում այդ հրապարակով վազել եմ։ Սյուզի Բադոյանը պիտի միայն իմ հարցերով զբաղվեր, իմ Facebook-յան օգտատերերը միայն պիտի քննադատեին, Աննա Ծառուկյանը ինձ պիտի օգնության հասներ որպես փաստաբան։ Ես պիտի այդ հաղորդումը գրեի, ես պիտի ուղարկեի, դատախազությունը պիտի ինձ հորդորեր, որ թեթև տանեմ, հանցակազմ չտեսներ, հուլիգանության հանցակազմ չտեսներ։ Ես ասում եմ, եթե այդ հրապարակում երկու անձ ընդամենը ինձ բռնեց անել են տղաներն էին, որոնք ազգային ժողովում նաև ՊՊՑ-ի տղաներից են եղել, ճանաչել են, ու բերանը միայն փակել են այն ժամանակահատվածում, երբ որ ասել է երեխայի հորը գտի։ Դուք հլը մի հատ ձեր աշխարհաքաղաքական հայրերին գտեք, նոր իմ երեխայի հորը անցեք։ Դուք հլը մի հատ տեսեք ընդհանրապես դուք ովքեր եք։ Ձեր մեջ չկան մարդիկ, որ անձնական անհաջողություններ են ունեցել։ Այսինքն, երբ որ ես կարևոր բան եմ արձանագրում, ինքներդ այս հարցին պատասխանեք։ Կարևոր է թե կարևոր չի, որ Ալեն Սիմոնյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտակայքում հետախուզական աշխատանք էր տանում այն ժամանակահատվածում, երբ որ այնտեղ մի ամբողջ ոստիկանական համակարգ էր ու ուժերից մեկը, որ ընտրություններին մասնակցել էր, պահանջներով այնտեղ էր։ Չեք կարծում, որ իրավիճակն են փորձում վերահսկել, չեք կարծում, որ ես, դուք, բոլորդ համակարգի զոհեր ենք, գիտեք ինչի, որովհետև այս երկրում հեղափոխություն եղավ, մեկը համակարգի հեղափոխություն չեղավ, որովհետև այս երկրում դուք թքած ունեք, եթե ձեր շահին համընկնում է կպաշտպանեք ինձ, եթե ձեր շահին չի համընկնում, դուք թքած ունեք, որ դիմացինը կին է, դուք թքած ունեք, որ մանկահասակ երեխա է ապահում, այո, միայնակ ապահում, բայց երբ որ պետքա թիրախավորել, կթիրախավորեք, չի կարելի։ Մի օր գիտեք ինչ կա, եթե ինձ է խժռեք, բայց ինձ խժռելը հեշտ չի, ասեմ իմանաք։ Ես լայվներ մտնում եմ նրա համար, որ հասկանալ իմ գլխին ինչեր կարող են, ինչ փորձանքներ կարող են նաև բերել, ապահովության համար եմ մտնում, որտեղ հասկացել եմ, որ այս համակարգում, երբ բոլորը բոլորին սնում են, ես անվտանգ չեմ, ես չեմ կարող խոսել ժողովրդավարությունից, ես չեմ կարող խոսել նրա մասին, գիտեք, որ ընդդիմությունը անցավ խորհրդարան, Տիգրանաշենը կփրկվի, ես չեմ կարող խոսել, որովհետև ընդդիմությունն էլ չգիտի, ինքը կարող է փրկել Տիգրանաշենը, թե չէ, որտեղ եթե այսօր ընդդիմությունը չգիտի, ինքը պիտի մարդուն դուրս հանի իր քվեին տեր կանգնելու, թե չէ, սպասում է արտաքին ազդակների, ասում է էմոցիոնալ մի եղեք։
որ գնահատեք հայրենիքը, որ գնահատեք ժամանակը, որ հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանը իր ազգադավ գործողություններով անընդհատ օրակարգ է թելադրում, դուք գնում եք այդ օրակարգի հետևից, կհասկանաք, որ ավելի լավ է ունենալ ոգի, լինել էմոցիոնալ, արձանագրել ամեն ինչ արագ, ոչ թե հայրենիքին վերաբերող հարցերին այսպես վերաբերել։ Ես ձեզ հարց եմ տալիս, ասում եմ, նորմալ է, որ ինձ փորձում են այս մեթոդներով լռեցնել, նորմալ է, որ ինձ փորձում են իմ երեխայով լռեցնել, նորմալ է, որ ինձ փորձում են, չգիտեմ, անառակ ասելով լռեցնել։ Անառակ ընդհանրապես այս համակարգն է, որ ոչ մեկի իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվում։ Անառակ այս համակարգն է, որ կարասրտների, որ իր աջակցի մասին ինչ որ մեկը բան է ասում, քրեական գործ չի հարուցվում, բայց չի կարա սրտների ընդդիմադիր եւ իշխանամետ լինելով, կին լինելով ընդ որում, որ գիտեք, հրապարակում կին է վազել, բայց իրեն օգնության հասնող չի եղել, որովհետև սարքել եք այնպիսի հասարակություն, որ մեկը մյուսին ատում է, կարևորում է շահը, որ կարող է կանգնել եւ ժպտալ, եւ քեզ հայոյում են, կարող է ինքն էլ դրան միանալ, որովհետև ինքը անպատժելի է։ Ասեք ինձ, ինչու չեն պատժվել այն անձիկ, ովքեր ինձ վիրավորել են դեռևս Նիկոլ Փաշինյանի այն ասուլիսի ժամանակահատվածում, երբ ես արցախցին նրան Մելիք Ֆրանկյուլի հետ էր համեմատել, որևէ մեկը, այդ իրավապահ կառույցները արդեն գիտենք, իրենց են սպասարկում։ Իսկ հանրային սեկտորից որևէ մեկը հետաքրքրվել է, որ ժողովրդավարության հիմնական մասնիկ կազմով նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտման հետ կապված այդ գործերը ինչ ճակատագիր են ունեցել։ Սպասեն անի սեղանին հենվեց, որ հետո տակը ուրիշ բան գրեն, ազգային ժողովի փոխնախագահը գրի, կողքից էլ ժպտան, վայ, տեսակ Անիին ինչ ասեց։ Կարևորը Անին չեն կարա ասեն, որ ինքը խիղճը կորցրել է այն ժամանակահատվածում, երբ կարող էր այսպես այսպես նայել ժողովրդին ու ասել ժողովուրդ ուշքի եկեք, պիտի համակարգը փոխվի, որովհետև դուք գիտեք, թե դուք հեղափոխություն եք արել, դուք հեղափոխություն չեք արել հեղափոխություն, որովհետև այս համակարգը ծնել է Նիկոլին, այս համակարգը մնում է, դուք ընդամենը դերակատարներին եք փոխել, դուք շանս ունեիք այս ընտրություններում, իրացրել եք ձեր շանսը, նոր ուժ է եկել, մի քանի ամիսների ընթացքում կարողացել էր այդպիսի կոնսոլիդացիա ապահովել, այդպիսի մասնակցություն նաև ապահովել, ինչ եղավ, համակարգը խժռեց, չէ, հիմա համակարգը փորձում է ինձ խժռել, չի ստացվելու, որովհետև բոլորը գիտեն ով է, ես ասում եմ, եթե որևէ մեկը մյուս անգամ համարձակվի որևէ կոմենտ գրի, իմացեք գնալու եմ այդ բոլոր կոմենտները դնեմ, որպեսզի գլխավոր դատախազը նայի, ձայնագրությունը միացնելու եմ ու ասելու եմ, եթե այդքան հաճելի է եւ այդտեղ հանցակազմ չկա, խնդրեմ վայելեք։ Հանցակազմ չկա, որ ոստիկանը կանգնած նայում է, թե իմ հետ ինչ է կատարվում։ Չկա հանցակազմ, որ մի ամբողջ ՊՊՑ շարված լսում է, թե Գեգամ Նազարյանն ինձ ինչպես է հայոյում, չկա հանցակազմ, գիտեք մենք ինչու ենք պարտվում, որովհետև նախկինում մեր մոտ կար թասիբ, որովհետև նախկինում մենք վշտակցում էինք ուրիշին, կապ չունի քաղաքական ոչ ճամբարից էր, չէինք ուրախանում, իսկ հիմա կարող են նույնիսկ գործընկերները, վայ, բան, Անին, լսեցիր ինչ ասեց, քեզ լինքը ուղարկեն, բայց հանկարծ մի հատ չզանգեն հարցնեն, իսկ ինչ եղավ Անի Գևորգյանի գործով, ինչ կա, այս աղջկա մասով այդքան հարուցված քրեական գործեր են եղել, ինչ եղավ այդ գործերը, տեսախցիկի առաջ խփել են, ինչ եղավ այդ գործերը, ինչ եղավ։ Հիմա ամբողջը բարթենք Նիկոլի գլխի, ես էլ եմ ասում, այո, ամենամեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բռնապետ է, պետական հանցագործ է, իմ երկրի սահմանները կրճատողը, Արցախը ադրբեջանական համարողը, այո, պետական հանցագործ է, դուք էլ եք ասել, կրկնում եմ այն, նաև ինչ դուք եք ասել, հավատացել եմ, պետական հանցագործության մասին հաղորդումներ եք տվել, հանրությանը քայլելով մարդկանց տարել եք, այդ հաղորդումները տվել եք, հանրությանը դրանց ճակատագրի մասին իրազեկել եք, Հայաստան համահայկական հիմնադրամի փողերը թալանել են, հանձնաժողով էր ստեղծվել, դա էլ հո իշխանությունը չէր, դրա մասին ասել եք, դուք ընդհանրապես ժողովրդին հաշվետու եղել եք, ավելին դուք այս համակարգն ու մարդկանց մտածելակերպը ախր նույնն է։ Երբ Քոչարյանին ես հարց տալիս, Քոչարյանի աջակիցներն են քեզ թիրախավորում, մյուսին ես հարց տալի, մյուսի աջակիցները, Նիկոլին ես հարց տալիս, Նիկոլի աջակիցները, կենթանիներին ես ինչ որ բան ասում, կենթանասերները։
Հասկանում ենք, որ լրագրողներին կարող է քննադատապար մոտենալ, բայց առողջ քննադատություն դրսևորեք, իսկ իշխանությունը, որը ասում եմ Արցախ է հանձնել, իսկ իշխանությունը, որը հիմա բզիկ եղած քարտեզով պտտվում ու քարոզարշավ է անում ու բոլորին անուն կպցնում, այդ իշխանությունը իրավունք չունի չդիմանալ թեկուզ ամենակոշտ քննադատություններին, չհասկացա, այս իրավապահ մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, ասում եմ մարդու իրավունքների պաշտպան, քեզ նամակ եմ գրել, դու այդ տեսանյութը տեսել ես, ասում ես ուղարկել ենք դատախազության լրացուցիչ պարզաբանումների համար, դու որ այդ տեսանյութը տեսել ես, այդտեղ երեխայի թիրախավորում չես տեսել, կնոջ թիրախավորում չես տեսել, որ հաղորդում չես ներկայացնում։ Դե տենց բոլորդ եկեք ստեղ հրապարակում սենց խփեք ծիծաղացեք մի հատ էլ տոնեք անցեք գնացեք այս համակարգում լիք ժամանակահատվածներում զոհեր եղել են, այդ թվում կասկածելի մահեր եղել են, մենք գիտենք, ես անդրադառնում եմ դրանց, չեմ մոռանում, հատկապես այն մահերը, որոնք կարող են կապված լինել այս ողջ բանակցային խայտառակ գործընթացի հետ կապված, ես չեմ մոռանում, դուք եք մոռանում, գիտեք տարբերությունը որն է, որ ես ունեմ էմոցիա, իսկ դուք չունեք էմոցիա, որովհետև ես հողի վրա եմ, ես չեմ ալարում, ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ մի օր իմ տեսքը կարող է սիրուն չլինել, որ ես կարող եմ արևի տակ վառված լինել, բայց գնացած կանգնած լինել, որ հանկարծ միտեղ ադրբեջանական հենասյուն ավելացած չլինի, որ հանկարծ միտեղ մի դավադիր падգամավոր ընդդիմադիրներից չգա փորձի ժողովրդին ինքն էլ ոստիկանների հետ միասին ճանապարհ բացել տա, հետո էլ իրանցում ինձ տեսնի այդ հիշելով հայոյի։ Եթե ձեզ համար Գեգամ ես ինչու եմ այսքան դեմ, որ ընդդիմությունը մանդատները վերցնի, որտեվ եթե ձեզ համար Գեգամ Նազարյանի տեսակը խնդիր էր, ապա այդ միջադեպից հետո, երբ որ արձանագրված է պարզ ուղիղ եթերում, ինքը վիճում է ճանապարհը փակած գյուղացիների հետ, որ բացել տա, ասում է ուզում եք Արցախը կրկնվի, հետո ինձ է վիրավորում։ Դրանից հետո դուք իրեն չեք հայտարարում, որ այլևս ինքը ֆրակցիայից չի, միայն հայտարարում եք տևական ժամանակ հետո, երբ որ ինքը ասում է, որ ձեր ծրագրերում իշխանափոխության հարց չկա, ես չեմ կարող այս համակարգին վստահել, հասկանում եք, ես որպես լրագրող, ես որպես քաղաքացի Անի Գևորգյան, որպես մայր, այդքան առավոտի ծիրիգուն կանգնում ասում եք տակը ինչ ասես գրում եք, այդքան ուրախացել եք, որ ինչ որ անց, որ ինքն իրեն համասեռամոլ է անվանում, ամբողջ հրապարակով իմ հետևից վազել էր ու այդքան լկտի բառապաշարով իմ հետ խոսել էր, վերջում էլ ասել էր երեխայի թորը գտի։ Որևէ մեկը զանգել եք դատախազություն ասել եք ինչ եղավ Անիի գործը, չեք արել, չէ։ Որևէ իրավապաշտպան կառույց չի արել, չէ։ Դանիել Հովհաննիսյանը լռել է, չէ։ Այդ մեզ ղեկավարող, մեր ձայնները տնօրինող Ռուսաստանն ու Արևմուտքը լռել են, չէ, որովհետև ոչ մեկի համար մեր քաղաքացիների կյանքը արժեք չունի, եթե մեր ձայնը մենք չենք տնօրինում, նշանակում է իրենց համար մենք պետք ենք ուղղակի իրենց տարածաշրջանային ազդեցությունը կամ գերակայությունը հավասարակշռելու կամ էլ միմյանց հետ մրցակցելու համար։ Այդ դեպքում ուրեմն տխրեցնեմ Նիկոլ Փաշինյանը խաբել է ոչ միայն բոլորին, այլ խաբել է հենց նաև այդ իրեն սնող արևմտամետներին։ Մեկ էլ Ալեն Սիմոնյան, որ այդ աջակիցները այդքան ինձ վիրավորական արտահայտություններ են գրում, ասա նրանց բացատրած այտենց բան մի գրեք, ասա նրանց, որ անառակներ են նրանք, ովքեր Ռուսաստանի նախագահով հանդերձ ինչ ասես ասում են, բայց հետո չգիտեմ ոնց Ռուսաստանի դեսպանի հետ նկարվեն։ Ասա, որ անառակներ այդ տեսակն են։ Չեմ կոտրվել ես ու չեմ կոտրվելու ես, որտեվ ես գիտեմ, որ ես ճիշտ էի իրանցում, որովհետև ես գիտեմ, որ ես ճիշտ էի տեղ գյուղում, որտեղ դուք դիրքը թողել եք, որ թուրքը գար, հետո ասեիք վայ, բան, ռուսները թողել են, մի օր շուտ են թողել։ Ախր դուք չեք հասկանում, ես տեղեկացված մարդ եմ, ես չեմ կանգնել ու ոմանց նման դիվանից նրան անառակ ասել։ Ես վեր եմ կացել, բռնագաղթն եմ լուսաբանել, բռնագաղթը տեսնողը կարող է հանկարծ էմոցիա չունենալ, որ Հայաստանում նման իրավիճակը կարող է կրկնվել, ես հիմա ինչ հույսս դնեմ նրա վրա, որ հանկարծ մի օր Ռուսաստանը կորոշի, որ պիտի Ադրբեջանին պատժի, հանկարծ այդ օրը չենք ընկնի, չեմ կարող, ես հույսս պիտի դնեմ իմ վրա, իմ կռվի վրա։ Ուզում եմ շատ բանի մասին խոսել, այդ Ռուբեն Ռուբինյանը, որ իմ նկարը դնում էր, ասում էր սեղանին հենվեց, 18+ բաներ էին հետո սարքում, դուք դա չէիք տեսնում, այս խժռող հասարակությունը, այս համակարգը, որ առավոտից իրիկունդ մարդու իրավունքների պաշտպանության մասին է խոսում, դուք դա չէիք տեսնում, չէ։
Որևէ կին падգամավոր դա չէր տեսնում։ Էլ չեմ ասում, որ իշխանության կին падգամավորները դրա վրա ուրախանում էին։ Այսպես է, հա, եթե դու ակտիվ լրագրող ես, կամ այդ ինչպես է ստացվում, որ այն ժամանակահատվածներում իմ նյութերով այդպես ակտիվ կիսվում էիք եւ այլ էթիկայի մեջ լրագրող էի, բայց այսօր որ խոսում եմ այն մասին, որ մեզ խժռում է այս համակարգը, թողնում եք, որ հրապարակում ինչ հանցագործ ասես իմ հետևից վազի, էսա, մյուսներն էլ այնտեղ ծապտան, իրանք էլ սենց վրա գան, իրանք շատ ուժեղ են, աղջկա են էլի վրա եկել, թշնամին այնտեղ ջերմուկում, իրանք սենց աղջկա են էլի փորձում վիրավորել։ Գիտեք ամեն ինչ ինչից եկավ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ես գնում եմ, պարկում եմ ՊՊՑ-ի ոտքերի տակ եւ ստեց եւ ես միջև հիմա տեսանյութ չի հրապարակել։ Ոչ ոք հետեւողական չեղավ, որ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին ֆաս հրաման է տալիս ինձ վրա։ Ոչ մեկը դրանում հետեւողական չեղավ։ Դե սպասում եք մի բան լինի, ոնց որ Արմեն Գրիգորյանի հետ եղավ, հա։ Հետո մոմ բերեք դնեք, լացեք, ասեք, այս ինչ բռնապետական է եւ այլը։ Գիտեք, այնքան ախր բան կա ասելու, ուղղակի հետո չեմ ուզում, որ վերջում ստացվի, որ ես ինչ որ բան եմ ասում, որը կարող է դիտարկվել ինչ որ անձանց ջրաղացին ջուր լցնել, բայց այստեղ այդ խնդիրը չի հասկանում եք, այստեղ փաստը ախր այն է, որ այսօր մենք այս իրավիճակին գերի ենք, հասկանում եք, մենք այսօր հայտնվել ենք աշխարհաքաղաքական ուժերի, խաղերի կենտրոնում, հասկանում եք, իմ համար չկա տենց ակցիա, որ ես չեմ լուսաբանել, հատկապես սահմանային իրադարձություններին վերաբերող, հատկապես Արցախին վերաբերող, այս ընթացքում այնքան եմ հասցրել հիասթափվել, բայց հետո վեր գտնել, հետո ասել վեր կածանի։ Ձեզ օրինակ ժամանակին չէր հետաքրքրում, ինչպես է ստացվում, որ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես չի գալիս, բայց հանդես է գալիս պատերազմի ընթացքում չի ասում, որ գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը անվտանգության մարտահրավեր է, չի ասում, հասկանում եք, չի ասում։ Երբ է ասում, որ անվտանգության մարտահրավեր է, երբ որ Ռուսաստանի Իսկանդերի խաթրին են կպնում։ Ես հիասթափություն եմ ապրել, որովհետև ես այդ մարդկանց հետ քայլել եմ, դրա համար եմ թիրախավորվել, որ ես այդպես ձեր ասած էմոցիայով հաղորդել եմ, որ գիտեք պիտի փրկվել, հասկանում եք։ Ինձ վիրավորել է, հասկանում եք, որ իմ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես գալիս այն ժամանակ, երբ որ Իսկանդերի պատվին են կպնում, ինձ վիրավորել է, իմ մոտ էմոցիա է առաջացրել։ Այդ էմոցիան փորձել եմ հետո իշա հայրենիքի օգտագործել։ Այդ բառը, որ լսում եմ հատկապես, որ ասում են, հատկապես, որ այդ բառը սկսում են ընդդիմադիրները ասել։ Գիտեք, եթե մարդիկ կան, որ կեղծ ուշաթափվել են ինչ-որ վայրերում, ես գյուղերում օր ու գիշեր չեմ էլ քնել, հերթապահել եմ, օր ու գիշեր չեմ էլ քնել, հերթապահել եմ, դրանից հետո անին մազերը բիզբիզա, չգիտեմ անին գեշա, անին թիզուկեսա, այնքան թիզուկեսա, որ այտենց բոլորով ընկածեք իմ հետևից։ Ընդհանրապես ժողովուրդ ջան, մարդիկ պիտի լինեն հայամետ։ Հույս մի դրեք, որ Ռուսաստանը ինչ որ ձեր փոխարեն ձեր շահերին սպասարկող բան է անելու։ Հույս մի դրեք, որ Արևմուտքը ձեր փոխարեն ինչ որ բան է անելու։ Այդպիսի բաների վրա հույս մի դրեք։ Դուք հետո ասում են լրագրողները էթիկա եւ լրագրողները ավելին են տեսնում, շոշափում են։ Ես իմ աչքով այդ բռնագաղթը այնտեղ տեսել եմ, որ այնտեղ իշխանությանը միայն հետաքրքրում էր այն, որ հանկարծ այդ ահասարսուր կադրերը ուղիղ եթեր չգնան։ Միայն դա էր հետաքրքրում։ Միայն դա։ Սա է խնդիրը։ Ու այս Արցախն էլ այս համակարգը կուլ տվել, ասում եմ, դուք հեղափոխություն եք արել, բայց դուք համակարգի հեղափոխություն չեք արել։ Այս համակարգը մարդկանց միջև ատելություն է առաջացնում։ Ավելի մանրամասնեմ։ Կհիշեք, հակառակորդը նոր չի չէ սկսել բզբզալ, պատերազմը մեր գլխին այսպես նոր չի կախվել։ Դեռևս 2013-14 թվականին էր հակառակորդը արդեն նոյեմբերյանի վրա էր հրթիռակոծում, ոմանք որ հիմա դիվանին նստած ինձ անառակ են գրում, ես գնում եի այնտեղ, ես լուսաբանում եի, ես ասում եի, որ հակառակորդը SSS հանցագործություններն է իմ նկատմամբ կատարել, իմ ժողովրդի այդ թվում իմ նկատմամբ կատարել, ոչ միայն դիրքերը, այլև քաղաքացիական հաստատություններն է
թիրախավորել։ Ուր էին ինձ անառակ այդ ժամանակ գրողները, ուր էին այն падգամավորները, որ հիմա իրենց այսպես պիջակները հագել են իշխանությունից ու ընդդիմությունից ու հանկարծ փորձում են դասեր տալ, ով էմոցիոնալ լինի, ով էմոցիոնալ չլինի, փորձում են ասել ով է ճիշտ խոսում, ով է սխալ խոսում։ Ախր տեսել ենք բոլորիդ հետաքրքրում է։ Ձեր առաջնորդին բան ասացին, չասացին։ Ճիշտ հարց են տալիս, սխալ հարց են տալիս։ Միջև հիմա այս հարցին չեք պատասխան։ Սահմանադրական դատարան կդիմենք։ Այս սահմանադրական դատարանը կարող է ինչ-որ անձի հանցագործությունից մաքրել, բայց սահմանադրական դատարանը չի կարողանում ասել, գիտեք, այդ սահմանազատման process-ը, որ առանց կանոնակարգի հաստատման է կարել, առանց հանրաքվեի է կարել, հանցագործությունը, այս համակարգը հասկանում եք։ 1000 ու մի բան եմ տեսել։ Այս տարիների ընթացքում թիրախավորվել եմ։ Գնացել եմ Աղավնոյի Բերձորի հանձնման ժամանակահատվածում Արցախ ինձ ներս չեն թողել։ Հարց չի առաջանում ինչի ներս չեն թողել։ Ինձ կասեք ինչ տարբերություն այն անձանց միջև, որ երբ որ իշխանության են թե Արցախում, թե Հայաստանում մասնակցում են մեր հայրենիքը կրճատելու գործընթացին, մենք փորձում ենք մեկին խնայել, մեկին խայտառակել։ Դուք օրինակ Վիտալի Բալասանյանին էլ հարցեր չունեիք։ Ես ասում եմ, այս իշխանության հետ ամեն ինչ, այս իշխանության հետ կապված ամեն ինչ պարզ է։ Վերից վար հանցագործների խմբակ է։ Վերից վար գործում են ժողովրդավարության ազատ խոսքի դեմ։ Բա դուք, եթե դա մերժելի է, ինչի եք երկակի ստանդարտներ կիրառում։ Չեք կարողանում ձեր ժողովրդին ասել, կներեք ժողովուրդ ջան, չենք կարողանում, արտաքին ազդակներից ենք կախված։ Վերջում ժողովուրդը շանտաժի ներքո ասում եմ, մեկը սովի շանտաժի ներքո է գնում քվեարկի, որ հանկարծ սովի չմատնվի, մյուսը գնում է քվեարկի նրա համար, որ գիտեք, հանկարծ պատերազմ չլինի։ Այդպես է, ով կմտածեր, որ Արցախը այսքան արագ դատարկվելու է։ Ով կմտածեր։ Ինչի իմ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, բազմաթիվ, ախր այնքան խոսելու բան կա, որ մենք ամեն օր կարող ենք լայվ մտնել, ամեն օր։ Ինչի դուք նոյեմբերի 9-ից արդեն չգիտեիք, հա, որ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու է, ինչի եք վերջին օրերին սկսում Բերձորն ու Աղավնոն փրկել։ Որովհետև համակարգ է, որովհետև որոշումները ձեր ձեռքում չէ։ Այս ընտրությունը լավագույն օրինակն է, որ սա համակարգ է, որը դուք մերժել եք, բայց իրականում չեք մերժել, որովհետև դերակատարներին եք փոխել։ Սկզբում պնդում էի, որ մանդատները չվերցնեն։ Հիմա ինձ ասեք, ինչ տարբերություն, եթե որոշումների կայացման այդ կոճակը մեր ձեռքին չի, Արևմուտքի ու Ռուսաստանի ձեռքին է։ Ինչ տարբերություն այդ մանդատները կվերցնեն, թե չեն վերցնի, իրենց արժանապատվության հարցն է, թող գնան իրար ինչքան ուզում են Համբալ, Ալիև, հանցագործ ու գործակալ ասեն։ Եթե որոշումների կայացման կոճակը մեր ձեռքին չի, նշանակում է բոլորն էլ օտար շահեր սպասարկող են, նշանակում է բոլորն էլ ճիշտ են։ Ուլը մի հատ էլ չեն տեսնում, թե շուրջը ինչ է կատարվում։ Մի հատ էլ համակարգից դուրս գտնվող մարդուն, որ քարոզիչ չի, թողնում են, որ այսպես խժռեն։ Ընդհանրապես որևէ մեկին, որ այդ կադրերը նայում էր, ասում եմ, որ այդ կադրերը նայում եք, որ ամեն արժող, չարժող ինձ ինչ ասես ասում է։ Դուք անձամբ բոլորդ այդտեղ իմ անառակությունը տեսել եք, որ թույլ եք տալիս, որ ամեն արժող, չարժող իշխանության հետ ինչ որ մի դրվագից հետո ինձ այդպիսի բաներ գրի։ Հանրայինի եթերում նստում են, անի հարցերն են քննարկում, եւ այլը։ Ինչ ասում եմ, ճիշտ եմ ասում։ Այս ձեր խայտառակ թիրախավորումը, իմ նկատմամբ հանցագործությունների կոծկումը, իմ նկատմամբ բռնություն կիրառողներին պարտակելը, հենց դրա մասին է խոսում, անին մեխին է խփել։ Ու իմացեք, դուք ինձ կոտրել չեք կարող, որովհետև արդեն ակնհայտ է, չէ, որ ինչ-որ մի բան լինի։ Հետո իմ նմաններ այնքան կան, հավատացեք, այնքան կան, մի օր այս համակարգը քշելու են տանել, բայց քանի որ հեղափոխությունից ոչ մի լավ բան չենք տեսել, ընդհակառակը, դրա համար ուշքի եկեք, այդ ատելությունը վերացրեք, ուրիշի դժբախտություններով մի ուրախացեք, մի պայմանավորեք ուրիշին փորձանքի մեջ ընկածին օգնելը նրանով, թե ինքը ձեր աջակիցն է, ձեր աջակիցը չի, ձեր մարդասիրությունը ուր մնաց։ Ասում եմ Ալեն Սիմոնյան, ես քո կողքի տիկնոջը երեք չեմ նկարել, բայց որպես լրագրող ես պարտավոր էի նկարել, որ դու
այդ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարակից հատվածում շրջելուց հետո մտար այդ սրճարան։ Պարտավոր էին նկարել, որովհետև ասում եմ, այդ ոստիկանների շքախմբի հետ միասին քո ներկայությունը այնտեղ սրճարանում խոսում էր այն մասին, որ դուք վախեցած եք, որովհետև այս ժողովուրդը կարող է բոլորի այդ աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարտերը լրիվ խառնել իրար, եթե ուզենա։ Եթե իմ պաշտպանությունը ես պիտի գտնեմ իմ ժողովրդի հետ այսպես ուղիղ ու անկեղծ խոսալու մեջ, ապա ես ուղիղ ու անկեղծ խոսում եմ։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Ես միշտ ինձ ճանաչողները որտեղ որ աշխատել եմ, կասեն, Արցախի վերաբերյալ մի բան եղել է, վազել եմ, Բռնագաղթի վերաբերյալ վազել եմ, տեղ գյուղում մի բան եղել է, վազել եմ, Տավուշյան մարտեր եղել է, վազել եմ։ Այն ժամանակ էլ էի քննարկում, անի մազերը բիզբիզ էր, ուռալով հասավ այնտեղ, թե ինչ որ մեկի ջիպը նստեց հասավ։ Այսօր դրա համար անօգուտ նստած եք անիին հերքելով, բայց ես ճիշտ եմ։ Դուք էլ ախր գիտեք, որ ես ճիշտ եմ։ Ու ստացվում է, որ ոչ միայն իշխանականների աչքի առաջ մարդու արժանապատվությունը նսեմացնեն, կմարսեն, այլև մի ամբողջ հանրության, որովհետև հանրությանը դուք հանրությանը դարձրել եք միմյանց թշնամի։ Ասում եմ, 2013 թվականից սկսած հակառակորդը փորձեր էր անում, քաղաքացիական բնակչությանն էր թիրախավորում, դիրքերներ էր թիրախավորում, ինչի չէր ստացվում, որտեղ այն ժամանակ մենք ամուր էինք, որովհետև այն ժամանակ մեզ դեռ ոչ ոք չէր ասել, գիտեք, որ մենք դասալիք ենք, գիտեք, որ մենք անառակ ենք, որևէ մեկը տենց բաներ մեզ չէր ասել, որովհետև այն ժամանակ բոլորը համախմբված էին, որովհետև 2016 թվականին Սփյուռքից այնքան մարդ էր եկել Արցախ, ու այնպիսի աջակցություն կար, նույնը 2020 թվականին կար, դուք ձեր քաղաքական որոշումների այս խայտառակ համակարգի, որից այսպես էլ չենք ձերբազատվում, պատճառով սկսել եք մարդկանց թիրախավորել եւ այլը, ձեզ կարելի է ուրեմն գնալ խորհրդարան միմյանց հետ նստել, բայց հանկարծ որ ձեր աջակիցը մեկին լայքիկ փորձեք հանել ձեր Facebook-ից եւ այլն, այսինքն ձեզ կարելի է այտենց խաղերի մեջ մտնել, բայց քաղաքացին հետ չի կարող, հա, շփվել։ Ինչա թե մեկը մյուսի աջակիցն է, մեկը մյուսի։ Այդպիսի բան չկա։ Ժողովրդին ոչ թե պետք է պառակտել, հենց սրա համար է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը մեզ հաղթում են։ Հենց սրա համար է։ Ալեն Սիմոնյան, քեզ էլ ասում եմ, իմ իրավունքները աջակիցներից փոխանցի, չեն բացառում ինքնաբուխ են արել։ Այտենց բաներ գրելով, այտենց էջեր բացելով չեն կարող պարզապես խոչընդոտել։ Ես ասում եմ, ինչքան էլ իրավապահ մարմինները չգործեն։ Ինչ եք անելու։ Լավ, իմ հախից եկաք։ Լիքը իմ նմաններ են, չէ գալու։ Եթե այս քաղաքական համակարգը չի աշխատում, չի աշխատի նաև այն ժամանակ, երբ որ դերակատարները փոխվեն, մեկը դառնա ընդդիմություն, մեկը իշխանություն։ Այդ արդեն տեսել ենք, ժողովուրդ ջան։ Այնպես որ պարտադրեք, որպեսզի ձեր այդ հաշվի նստեն, պարտադրեք, որովհետև կան լիքը հարցեր, որոնցում պետք չի, որ ձեր էմոցիան անջատեն, որտեղ ձեր էմոցիան անջատել նշանակում է նաև ձեր ոգին կոտրել, ձեր էմոցիան անջատել նշանակում է նաև ձեր զգոնությունը կոտրել, մի թողեք, որ որևէ մեկը ձեր էմոցիան անջատի, իսկ դիմացինին էմոցիոնալ անվանի։ Եթե ձեր էմոցիան իշա հայրենիքի է, ապա անպայման ունեցեք այն եւ օգտագործեք այն։ Իսկ եթե իշա հայրենիքի չէ, այլ չարության համար է, ապա ձեր էմոցիան պիտի զսպողներ հայտնվեն, ձեր հանցագործությունները կանխողներ պիտի հայտնվեն։ Արդեն հերիք եղավ, քանի տարի է իմ նկատմամբ քանի դատական վճիռ կա, որոնք կյանքի չեն կոչվում նրա համար, միայն թե որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին են վերաբերում։ Ուղիղ կանգնում ասում են ներողություն կնստեմ, ներողություն չեմ խնդրի, այդպես էլ ներողություն չեն խնդրի։ Նիկոլ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո քանի տարի է անցել 23 թվականի։ Մինչև հիմա այն Դիանա Մարտիրոսյանը, որ Նիկոլ Փաշինյանին թխվածքա բլիթով դիմավորում էր, ներողություն չի խնդրել ինձ այդպիսի բառեր ասելու համար։ Չի փոխհատուցել ու ոչ միայն ինքը։ Քանի գործեր եք կոչկել ինձ հետ կապված,
Քիչ է մնում ասեք լավ են արել։ Այն կառույցները, որ պիտի զբաղվեն լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, ինչա թե իրենց երեխեքը այս կամ այն համայնքում իշխանության հետ ինչ-որ գործի են անցել, լրագրողի վարքից են խոսում, դուք ձեր վարքից խոսեք։ Դուք ձեր բոլորիդ վարքից խոսեք։ Հիմա գոհ եք արևմտյան կազմակերպություններ, գոհ չեք, չէ՞։ Որտեվ Նիկոլ Փաշինյանը իր աթոռի համար ձեզ էլ կգցի, ռուսամետներին էլ կգցի, իր ժողովրդին որ գցել է, իր ժողովրդին այդքան սիրող, իրեն այդքան սիրով բերող, միջև վերջերս իր անունով երդվող ժողովրդին որ գցել է, ձեզ էլ է գցելու։ Տեսակ, չէ՞։ Այդքան փաստորեն Ռուսաստանից հիբրիդային պատերազմ էր, վեհապար այսպես գործակալ էր Ռուսաստանի, վերջ ինքը ԿԳԲ-ի գործակալ էր, պիտի հեռացվեր, երեք հերթ էին կանգնել, որ դեսպանի հետ նկարվեին։ Հարգելիներս, էսա հիբրիդային պատերազմ ձեր դեմ հիմա, եւ Արևմուտքն է իրականացնում, եւ Թուրքիան է իրականացնում, եւ Ադրբեջանը, եւ ուզում եք ճիշտն իմանալ Ռուսաստանն էլ, ուշքի եկեք։ Ամեն օր ես իմ բանու գործը թողած, ստեղ գնամ հաղորդում ներկայացնեմ, ստեղ գնամ ժամկետ բարդ չթողեմ դատական պահանջ ներկայացնեմ, հետո էլ դնեմ ասեմ ժողովուրդ, ինձնից ներողություն չեն խնդրում, որ ամեն արժող չարժող մտնի ինձ անառակ գրի։ Անառակը դուք եք, որ չգիտեք թե հայրենիքը ինչ է, որ պայմանավորում եք նրանով, թե որ կենտրոնը ինչ կասի, որ դուք կարողանաք գործեք։ Դուք բացառիկ շանս ունեիք մաս չկազմելու եւ մեր ժողովրդին Նիկոլ Փաշինյանի հանցանքներին մասնակից չդարձնելու համար։ Ինչ արեցիք, այդ շանսն էլ մսխեցիք, որովհետեւ որոշում կայացնողը դուք չեք։ Եթե որոշում կայացնողը դուք չեք, ապա իշխանության էլ գակելի դուք չեք լինելու։ Այնպես որ ժողովուրդ ջան, ես էմոցիոնալ եմ, այո, բայց ես միշտ ուղիղ եմ խոսում եւ ես իմ ամեն մի բառը կարող եմ նաեւ տեսանյութերով ապացուցել։ Իսկ դուք ինչ կարող եք ասել։ Դեռ այնքան բան կա, որ ես չեմ ասում, բայց կասեմ, չէ։ Այդպես չի, չէ։ Ձեր մեջ ուժ գտեք։ Նախ այս ատելությունից ձերբազատվեք։ Կարող է Նիկոլ Փաշինյանի աջակիցների շարքում այդքան նաև, չգիտեմ, ինչքան էլ կեղծած լինի, մի 20-25% ընտրող ունեցած կլինի։ Կարող է եւ նաև շատ ողջախոհ մարդիկ կան, որոնք ճնշումների ներքո են եղել։ Խոսեք, մոլորված են։ Բերեք այս փաստերը ներկայացրեք, ասեք ժողովուրդ ջան, կանգնում ասում էիք վերցա Ռուսաստանի գործակալն է, գնում էիք Մայրաթոռի բակում այդ քարերն էիք տրորում, գերեզմաններն էիք տրորում, վեհապարին միջնամատ էիք ցույց տալիս, չգիտեմ ինչ էիք անում, որովհետև ասում էր Ռուսաստանի գործակալը, հիմա արդեն վերջ Ռուսաստանի այդ հարցերը լուծել է, օքեյ կարող են իրենք նկարվել։ Գնացեք, ասեք, պարոն Փաշինյան, պարոն Սիմոնյան, չգիտեմ, պարոն Ռուբինյան, այդ որ հերթով բոլորը այդպես խոսում էիք։ Պարոն Միրզոյան, բոլորդ, որ այդպես ինքնիշխան էիք, բա ինչի եք իմ ժողովրդի քվեն վաճառքի դրել։ Ինչի եք իմ ժողովրդի քվեն վաճառքի դրել։ Կարող է գիտեք այդքանն զոհվել են, որ դուք այստեղ տարածաշրջանում մեկի ազդեցությունը ավելացնեք, մեկինը պակասեցնեք։ Զոհվել են, որ հետո էլի պատերազմով վախեցնեք։ Զոհվել են, որ հետո չկարողանաք Հայաստանի տարածքները փրկեք, որ այն գյուղերում, որտեղ գնացել եմ, նկարել եմ ժամանակին են, որ դուք դիվանին նստած եք, որ հիմա գնացել պատգամավոր եք դարձել բոլոր կողմերից, գնացել նկարել եմ, թե ոնց են, օրինակ Չինարիի վրա կրակում, այսօր առանց էմոցիայի ոնց կարդամ լուրը, որ Չինարիում դպրոց է փակվում, ոնց կարդամ, երբ որ գնացել եմ լուսաբանել եմ, որ գյուղի տղամարդիկ, անգամ եղել են օրեր, որ կանայք են ուզեցել հերթապահեն, որ զգոն լինեն։ Հիմա այդ զգոնությունը կոտրել եք։ Այդ երբ մեր դոկտրինը փոխվեց, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ դադարեցին թշնամի լինել, որ հիմա ամենուրեք զգոնություն եք կոտրում։ Նիկոլ Փաշինյանը շքախմբով գնում եք Կիրանց, հետո Կիրանցի պատը նկարում է, ասում է անվտանգ է։ Այդ պատը տեսել եք։ Այդ խայտարակության պատը։